Ինչպես ասացիք, մեզից յուրաքանչյուրին առաջվող հարցի մասին եք ուզում խոսել, այդ հարցերի թվում նաև արդեն իրողություն դարձած թրիփներ, որը ինչպես ասում են ԿՊԵ-ականները, իշխանությունները, իշխանամետ շրջանակները հնարավորություններ է ստեղծելու, մասնագիտական շրջանակները, այդ թվում տարածաշրջանային փորձագետներ մատնանշում են դրա ռիսկերը։ Ձեզ համար թրիփը հնարավորություն է թե ռիսկ եւ ինչպես եք պատրաստվում հարաբերվել այս իրողության հետ։ Արդյոք թրիփով վտանգված է մեր Հայաստանի տնտեսությունը, այդ թվում է էներգետիկայի վտանգությունը, Հայաստանի ընդերքը, որովհետեւ տեսանք, որ տեղանկարում ենթադրում է նաեւ հումքերի, հակահումքերի արտահանում, թե որ տարածքներից հասնանք արդեն մեզ համար եւ քանի որ ավելի բարձ բայց արմատական հարցեր արտացվեցին նախորդի պանելային քննարկման ընթացքում ձեր բացման խոսքով 5 քայլերի մասին եմ ուզում խոսենք գործազրկության հարցի լուծման մասին եւ մյուս հարցադրումների մասին բազմիցս խոսվել է դուք ինչ հեռանկարով եք պատրաստվում լուծել այս հարցերը այսինքն այս 5 քայլերը ինչ ժամկետներում եք լուծելու ու նաև տենդերների եւ պետությունների հետ կապված խնդիրներ կան, եթե դառնանք իշխանություն, ինչպես եք դա դարձնելու ավելի թափանցիկ, ես կոնկրետ օրինակով եմ ուզում խոսել, ավազան ունեինք, մի քանի ամիս շարունակ գրվել է դրա մասին, քաղաքացի ուղղակի կորցրել է իր դաշտերը 96 թվականից հոր հիմնած բիզնեսը, որովհետեւ 2019 թվականից հետո ինչ-ինչ հանգամանքների եւ կողմից պայմանավորված դուրս են մղվել տենդերներից տեղը զիջելով, այսպես կնամիցանոց սկզբունքով տենդերային գնումների եւ ենթակառուցվածքների հետ կապված, այսինքն էկոսիստեմը կարեւոր է նոր բնակարանների հետ կապված, բայց ենթակառուցվածքների վրա շեշտադրումը, որովհետեւ հասկացանք բնակարանաշինությունը լայն թափ է ստացել, բայց ճանապարհներ չկան եւ մարդիկ ոնց են գնալու կան։ Շատ լավ։ Առաջի հարցը թրիփը այս պայդրությամբ Հայաստանի համար բացում է հնարավորություններ եւ բացում է ռիսկեր։ Հնարավորությունները դա բերել երրորդ կողմին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպի երաշխավորի մակարդակ։ Թրիփում պայմանավորվածության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են որպես ՎԿ։ Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը նա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր մեկից ավել։ Մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, այն տարածաշրջանի հետ, ովքեր ունեն ընդամենը մեկ երաշխավոր կամ չունեն երաշխավոր։ Այս 21-րդ դարի մեր ժամանակաշրջաներում փոքր երկրները ավելի լավ են ապրում, շատ տարօրինակ բան կարող եմ ասել, միշտ պատմականորեն մեծ երկրներն են ավելի հարուստ եղել։ Բայց 21-րդ դարի մեր ժամանակաշրջանում փոքր երկրները ավելի սկսել են լավ ապրել, քանի որ կառավարությունները ավելի ակտիվ են, դինամիկ են։ Բայց կա անվտանգային խնդիր։ Անվտանգային խնդիրը լուծելու համար մեր երկրին պետք է երաշխավոր։ Շատ կարևոր է երրորդ կողմի ներկայությունը այդտեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Բայց մեզ պետք է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր արտաքին քաղաքականության ամբողջ process-ը բերելու է նրան, որ մենք ունենանք մեկ եւ ավել երաշխավոր մեր խաղաղության։ Դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը։ Թուղթը մեր հարևանների հետ շատերը կհիշեն 92 թվականն էլ է եղել հրադադար պայմանավորվածություն, ավելի շատ էլ է եղել։ Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատում մեծությունները, մեկից ավելի։